Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցում ձևավորվել է նոր խումբ։ Սկսնակ մարզիկներն առաջին քայլերն են կատարում ըմբշամարտում, փորձում են յուրացնել մարզիչների առաջադրանքները։ Ճիշտ է, դժվար է, բայց լավ սերունդ դաստիարակելու համար մարզիչներից պահանջվում է քրտնաջան աշխատանք։ Ապագայի մասին դեռ վաղ է խոսելը։ Մատաղ սերնդի հետ աշխատելիս ցանկացած մանրունք կարևոր է։ Չնչին բացթողումը կարող է ճակատագրական լինել։ Խումբը կազմավորվել է 2002-3-4 թվականին ծնված ըմբիշներով։ Մոտավորապես այս խումբը 70-80% նոր հավաքած խումբ է 2004-ից 2008 թվականների երեխաներ են, արդեն սկսել ենք մշակել տակտիկա տեխնիկական հնարքներ։ Մեծերի եւ փոքրերի տարբերությունը հսկայական է, մանավանդ հիմա երբ դժվար է հասել Դի շատ բացատրես, մերվերը պետք է ինչպես սա հանգիստ տեղնի։ Սերունդի հետևից սերունդ պետք է կա, եթե մենակ ֆիքսվենք մենձերի վրա, տագից բան չունենանք, մի քանի տարերով ենք պարապող երեխաներ չենք ունենա։ Նոր ձևավորված խմբում մարզվում են նաև որոշակի փորձ ձեռք բերած ըմբիշներ, որոնք արդեն հասցրել են մասնակցել միջազգային մրցումների եւ հաղթանակներ տանել։ Ըստ մարզիչների սա շատ կարևոր հանգամանք է։ Ասել է, թե սկսնակ մարզիկը տեսնելով ավագ ընկերոջ հաջողությունները ավելի է ոգևորվում, կրկնակի եռակի եռանդով է մարզվում։ Ունենք փորձառուներ, որոնք մյուս սկսնակները նայելով ոգևորվում են եւ սկսում են պարապել, որոնք մեծ փորձ ունեն, տիրապետում են գեղեցիկ հնարքների։ Ընդամենը մրցման փորձը մեծամասնությունը չունեն, բայց լավ հեռանկարային երեխաներ կան։ Կարևորը այստեղ փոքրերի մեջ դա մանկավարժությունն է, քաստենջոր մարզիչությունը, հնարքներ սովորացնելը։ Երբ որ արդեն գիտակցության աստիճանը հասավ, հնարքները արդեն սկսին ըմբռնումով մոդենալ, նոր արդեն կարելի է եւ տեխնիկապես պատրաստել եւ ֆիզիկապես դարձնել լավ մարզիկ։ Ըմբշամարտը կոնտակտ սպորտ է, վնասվածքները միշտ կան, ցավերը, կոդրվածքները, տղամարդ են ձևավորում, էլի դա անբաժան մասն է։ Իսկ ընդամենը կուզեի ասել, որ ամեն ինչ աշխատանքից է կախված։ Կարևոր հանգամանք եւս, որը խնդիր է Գյումրու գրեթե բոլոր մարզադպրոցների համար, ազատ ոճայինները մարզվում են մարզաթահլիճում, որը վերանորոգման կարիք ունի։ Տարվա այս եղանակին հանդերձարաններում ցուրտ է, ջեռուցում է միայն տահլիճը, որտեղ էլ մարզիկները փոխվում են։ Մարզումներն անցկացնելու համար ստեղծված են մինիմալ պայմանները։ Դպրոցի տնօրինությունը ապահովել է մինիմալ պայմաններն, այսինքն մենք գորգ ունենք, տեսնում եք դահլիճը ջեռուցվում է, պարամկից հետո ցնցուղները աշխատում են, երեխաները կարող են լողանալ։ Առավոտ ժամը 8-ից այս երկու պարսկական պեշկերը վարվում են, ունենք հանդերձարաններ, ունենք տաք ջուր, բաղնիկ։ Չնայած արկա դժվարություններին մարզիչները նշում են, երեխաների հոսքը չի պակասում, գոհ են հաճախելիությունից։ Պրոբլեմ երբ չունեմ, էլի շատանալու, ընդհակառակը, երբ շատ կան, արդեն մյուս խմբերն ենք ուզում համալրել։ Նոր մրցաշրջանն ենք սկսել մարտ ամսից սկսվում են Հայաստանի առաջնորդները, երիտասարդներ, դեռահասներ, ըստ այդմ արդեն հավաքականներ են ձևավորվում։ Տանուշ պարապում ենք, սպասում ենք մրցումներին եւ արդյունքներին։ Արջևում նոր մրցաշրջանն է, որին անհամբերությամբ են սպասում մարզիչները, ցանկանում են տեսնել իրենց կատարած աշխատանքի արդյունքը, առավել եւս, որ իրենց սարներն արդեն հասցրել են աչքի ընկնել միջազգային ասպարեզում։ Երեխաների մեջ հեռանկար տեսնում եմ, քանի որ 2-3 տարի միջազգային մրցումներ ենք մասնակցել Թբիլիսի, Բաթում, Երևանում էլ տեղի ունեցել միջազգային մրցաշարի եւ այս խմբի մեջ ունեմ ես ոսկե մեդալագիրներ, արծաթ եւ բրոնզե մեդալագիրներ։ Ինձ խորհուրդ են տվել, բայց ես երտալով մարզվելով արդեն դուրս եկել է սպորտը։ Խորհուրդ կտամ, որ բոլորն է գալ, շատ լավ սպորտ է։ Մարզումները դժվար են, մանավանդ հենց այդ պրիոմը պես են, պրիոմները շատ դժվար են։ Սկզբում ես շատ սպորտերի էի գնացել, բայց ոչ մեկին չէի հարմարվել։ Բայց հիմա այս սպորտին ես հարմարվում եմ։ Առաջի դասարանից սկսել եմ պարապել, ըմբշամարտով պարապում եմ արդեն 4 տարի։ Թույլ կողմեր չունեմ, որ եթե ունենամ էլ մարզիչներս ինձ կօգնեն այդ հարցում։ Հանրապետության երկրորդ քաղաքում ըմբշամարտը լավ ավանդույթներ ունի։ Գյումրեցի ըմբիշները մինչ օրս պատվով են կատարում իրենց առաքելությունը։ Ցանկությունն է, որ մերօրյա չեմպիոններն ունենան իրենց արժանի հետնորդները։ Հապետ Հարությունյան, Արթուր Մարգարյան, այսօր։